Բարև ձեզ, երեկվա ՀԵՑՊԲ տնօրենների խորհրդի նախագահի հայտարարության վերաբերյալ ձեզ հայտնեմ, որ օգոստոսի 6-ին գրություն է ուղարկվել հանձնաժողով էներգոբալանսի բաշխման արդյունքում առաջացած 3.6 միլիարդ դրամը օգտագործելու համար, որպեսզի սակագին իջնի, ինչին կարճ ասած մերժում էր եկել պատասխան նամակով, այնտեղ որ հիմնավորում էր բերվել, որ դե ընդամենը 6 ամիս է անցել, հաջորդ 6 ամսում հնարավոր են այնպիսի վիճակ, որ հակառակ էֆեկտը լինի, այդ իսկ պատճառով չենք անում, ես այդ մտքի հետ համաձայն չեմ, առաջինը, որ հանձնաժողովը ամենալավը տիրապետելով ընդհանրապես էներգոբալանսին չէր կարող այդպիսի հայտարարություն անել, չհաշված իհարկե ֆորս մաժորները, որոնք կարող են լինել անընդհատ։ Երկրորդը, դրա տակ տեսնում եմ քաղաքական ենթատեքստ, միանշանակ, սա արդեն աներկբա է, որ իմիջիալոց այդ առաջարկը մենք արել ենք մինչև Սամվել Կարապետյանի կալանքի տակ հայտնվելը, որպեսզի ինչ-որ իրենց մտքում ունենալով այսպիսի սցենար, որպեսզի իրենք փորձեն դա անել և վերագրել իրենց, կամ երկրորդը եղած գումարով կարողանան ընդամենը զսպել սակագնի աճը։ Հիմա հաշվի առնելով, որ ներողություն, նոր ես տեղեկացա, որ հանձնաժողովը պատասխանել է և այդ պատասխանը իրենց ենթադրում է ոչինչ, հաշվի առնելով իրենք ինչ են ասում են նամակները մուտք են եղել այդ սակագնի իջեցման և 12 միլիարդ ներդրումների ավելացման մասով, 12 միլիարդ ներդրումների ավելացնելը որևիցե ձևով սակագնի փոփոխություն չէր ենթադրում։ Իսկ այն մյուս մասը 3.6 միլիարդի օգտագործումը ենթադրում էր սակագնի իջեցում և ինչքանով որ ես այսպես մտքով մոտարապես հաշվարկել եմ, իրենց 0.5 դրամը սուտ է, շատ ավելի շատ էր իջնում։ Այս ամեն ինչը հաշվի առնելով և նաև ինֆորմացիա տամ ձեզ, ESPA-ի դրությամբ էներգոբալանսի այդ շեղումը կազմում է մոտարապես միայն հեծի մասով 6 միլիարդ, ես օֆիցիալ հայտարարում եմ, որ Տաշիր կապիտալը պնդում է ESPA-հին կատարել սակագնի իջեցում և մեր ժողովրդին էլ ուղղակի տեղյակ եմ պահում, որ դա լինելու է միայն և միայն Տաշիր կապիտալի Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին և այսպես որպեսզի քաղաքական, նախընտրական ինչ-որ բաներ չկառուցեն, հաշվի առնելով իրենց ունակությունները այդպիսի բաներ անելու, բերեն մի վիճակի, ասեն տեսեք, կառավարիչը եկավ, այսպես արեց, այնպես արեց, լավ աշխատեց, որի պատճառով սակագինը իջավ, մենք պնդում ենք, խնդրում եմ դուք էլ մեզ աջակցեք, պնդում ենք, որպեսզի շատ արագ կատարվի այդ փոփոխությունը և սակագնի իջեցում տեղի ունենա, հաշվի առնելով, որ մեր ազգաբնակությունը րոպե առաջ, օր առաջ պետք է ավելի էժան սակագնով այսպես վճարի։ Երկրորդ բանը, որ ուզում եմ ձեզ ասել, մի ինֆորմացիա էլ կար կապված խոշոր հարկատուների ցուցակում։ Գիտեք, ես անգամ ինքս ինձ վրա զարմանում եմ, թե ինչու եմ այսպիսի բաներին անդրադառնում, այսպես մանիպուլյատիվ, էժան խոսակցություններին, ասում են մենք 21-րդ տեղից, երկրորդ երամսյակում իջել ենք 18-րդ տեղ։ Այն դեպքում, որ առաջի երամսյակում հեծը եղել է 9-րդ տեղը։ Նախորդ տարի 2 երամսյակ եղել է 18, մի երամսյակ 12, մի երամսյակ 19, այսինքն հարգելի հայրենակիցներ, թույլ մի տվեք ձեզ հերթական անգամ խաբել, այսքանը։ Հարցերի համար արդեն հերթադրվածներ ալտամից խնդրեմ։ Պարոն Ղազիմյան, նախ քանի դրամով էր առաջարկվում, որ հոսանքը էժանանա և հիմա ՀՑԿ-ի այս որոշման, այս հայտարարության տակ ևս ինչ-որ քաղաքական ենթատեքստ եք տեսնում և երկրորդ հարցս, էլեկտրաէներգիայի բաշխման գործունեությունը դարձում է բնական մենաշնորհ է համարվում, հիմա եթե ՀՑԿ-ն նոյեմբերի 18-ին որոշի, որ պետք է հեծի լիցենզիան դադարեցնի